Եվ կարևորել եմ, եւ զարմացել եմ, եւ հիացել եմ։ Մի քիչ զարմանալի կլինի այդ թիվը։ Ինչու է աղմկում գետի մեջ, որ Հրաչյան Ներսիսյանի հերոսը վրա։ Վերջապես մի օր եկավ ասեց, որ Միչայելոց ես շատ ափսոսում եմ, որ նա Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Միշտ եւ կարևորել եմ, եւ զարմացել եմ, եւ հիացել եմ, ինչպես են մեր արվեստագետները մետաղին, կտավին, քարին այնպիսի շունչ, այնպիսի պատկերայնություն հաղորդում, որ դու նայելիս ոնց որ երկխոսության մեջ մտնես, ոնց որ հիանաս այդ գույներով, այդ երանգներով, այդ ելևեջումներով։ Այդ նկատառումով ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում մեր տաղավար եմ հրավիրել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, քանդակագործ պարոն Տիգրան Արզումանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ ուղղել, այս վերջերս հայտնի պատմություն, տեղափոխություն եղավ Դվին հյուրանոցի դիմաց տեղադրված ձեր այդ լեռնային պարը, որը տեղափոխվեց չոր հանգամանքների բերումով Մերգելյանի դիմացի այգին, այդտեղ բարեհաջողի վերջո տեղավորվեց, որ մի քանի բառով այդ մասին խնդրում եմ։ Հիմա մի քիչ զարմանալի կլինի այդ թիվը, որ ասեմ, 50 տարվա իմ այդ ստեղծագործությունը, այս Ոդիսևսի իր ճանապարհորդությունը այդ հիմա Մերգելյանի այգում վերջացրեց։ Ու մի անգամ դրվել է Դվին հյուրանոցի մոտ, Դվին հյուրանոցի ճարտարապետների ցանկությամբ, իհարկե միջնորդությամբ ես այդ քանդակը արդեն արել էի, փոքր չափերով ցուցադրել էի եւ այստեղ եւ Մոսկվայում բավականին լավ արձագանքներ էր ստացվել։ Ու ստեղ էլ որ դրեցի այդ քանդակը, ճիշտ է, այդ սովետական շրջանում անգամ տենց մեծ բացում էլ չեղավ, բայց հետո մեր համակարգացիների անգամ այդ հյուրանոցում եղած սփյուռքահայերի շրջանում բավականին լավ արձագանք ստացա, որովհետև ես ինչքան որ սփյուռքում եղել եմ, որ հայերի հետ որտեղ որ հանդիպել ենք, դե այդ ինտուրիստներ, այդ բանը եւ այդտեղ էին գալիս։ Ինձ այդ քանդակով բավականին լավ ճանաչում էին, որտեղ Միչայելոց դե հենց Դվին հյուրանոցի արտաքին տեսքն էլ չէ, Բերթապարիսպի տեսք ուներ, այդ էլ այդ լեռնային պարն էլ նաև շատ համահունչ էր այդ շնչին էլ, չէ՞։ Մի անգամ գիտեք, թալանվեց այդ արձանը բավականին եթերով եւ բաները, տենց բողոքների բանի, հետո շնորհիվ այդ միջոցներ ձեռնարկվեցին, միջոցներ տրամադրվեց Դվին հյուրանոցի հենց տնօրենության կողմից վերականգնվեց աջ կողմից տեղափոխեցինք ձախ կողմը, բայց հետո էլ ձախ կողմում հենց եղավ բարեկարգման այդ գործերի բարեկարգումներ արեցին, ծառեր տնկեցին, ցանկապատ սարքեցին, այդ քանդակը արդեն քաղաքի համար տեսանելի չէր, ոնց որ դառել էր Դվին հյուրանոցի ցանկապատներից մի շարունակություն։ Փոխվեց էլի, հա։ Շատ մեծ դժվարություններով բանով այդ քանդակը տենց տեղափոխեցինք, հիմա կարծում եմ, որ ավելի լավ տեսանելի վայրում է գտնվում։ Ինչու է աղմկում գետի մեջ, որ Հրաչյան Ներսիսյանի հերոսը, որ Աթանես ասում է, շատ թափառեցի, վերջապես տուն վերադարձա, հիմա հուսանք, որ վերջին հանգրվանը լինի այդտեղ երկար ժամանակ։ Ամենայն դեպս, եթե վերջինն էլ չի լինելու, իմ ժամանակաշրջանում ուրիշ բան ես դժվար թե տեսնեմ։ Չէ, թող Հավիտյան մնա այդտեղ։ Ձեր հաջորդ քանդակը, որը այդ լեռնային պարից հետո կա, այդ բարերարների շարքն է, հա, երևի։ Հա, այդ բան էր։ Հա, բավականին արդեն մի 15 տարի անցել է դրա, այդ 15 եւ ավելի, հա, երևի։ Այդ Մանթաշյանցի արձանն Աբովյան փողոցի վրա, հա։
Միջալոց Աբովյան փողոցի վրա երկու հատ բան ունի։ Մի հատ էլ փոքր Բաբկեր Ներսեսյանի տենց հուշաքարն դրած։ Օբելիսկ մի քիչ ներքև, հա, այդ Մանթաշյանի արձանն է, որի տեղի որոշումը շատ տենց քաղաքում շատ պատտվեցինք այդ քաղաքի ճարտարապետի հետ միասին։ Վերջը կանգնեցինք այդտեղ, որտեղ այդ եկեղեցին էր կառուցվում, բարեբախտաբար լավ էր, որ եկեղեցու հարևանությամբ այդ արձանը դրվեց, որտեղ ինքը Մանթաշյանցը գիտեք, որ շատ եկեղեցիների բարերարություն արի ամեն ինչով։ Եվ բանը Փարիզում Ժան Գուժոն եկեղեցին իր միջոցներով կառուցեց վերջի շրջանում արդեն կյանքի ուսանողներ էր պահում շատ բազմաթիվ ուսանողներ է աջակցել կրթություն ստանալու, եվրոպական կրթություն ստանալու։ Եվ բաներ ինքը օրինակ պետք է ծառայեր այսօրվա մեր հարուստներին, որ մի փոքր մշակույթին, կրթության, գիտությանը մի քիչ բարերարություն անեն։ Եվ այդ արձանը կայացավ, ինձ թվում է համաքաղաքացիների կողմից սիրված արձան է, անգամ իմ ընկերական շրջապատով դա արվեց։ Շատ օգնեցին ինձ ընկերներս, որովհետև բարերար չէինք գտնում, միջոցներ չկար, արձան անելը այդքան բավականին ծախսերի հետ կապված բան է։ Եվ իմ ընկեր Ազատ Գասպարյանը վերջապես մի օր եկավ ասեց, որ այս արձանին արդեն մի հատ հովանավոր եմ գտել, որ կարող է փող տա, արդեն մոդելը կար եւ ամիջապես սկսեցինք մեծ արձանները, այդ մարդը մի տարվա մեջ կամաց փոքր հատվածներով վճարեց, արեցինք իհարկե քաղաքապետարանում այդ տեղի հարցը համաձայնությունները, քաղաքաշինական խորհրդով բանավորոշումներ կայացվեց, վերջ տենց դրեցինք ընկերներս էլ այդ արձանը տեղադրելու տենց կապակցությամբ իրար զանգ էին տալի, ասում էին այսօր Տիգրանի փոստն ենք փորում, կամ մի քանի օր հետո զանգ էին տալի, ասում էին Տիգրանի քարն ենք դնում, տենց շշով բանով գալիս էին, տենց մի տեսակ ոնց որ բան եղավ, սիրված միջավայրի քանդակ եղավ, բարերարների շարքը սկսել է ինձ մոտ Ալեք Մանուկյանի արձանից, մեծադիր այդ ֆիգուրը բրոնզից Ստեփանակերտում Լուիս Սիմոնի պատվերով իր անունով փողոց կառուցվեց, շատ բարեկարգվեց, այդտեղ դրվեց, այս վերջերս ինչ որ ինտերնետում գցել էին վրան խաչարած, կարող է եւ արդեն չկա, որովհետեւ այդ ընթացքում ես Ստեփանակերտում էլի արձաններ ունեմ արած, բանի թատրոնի դիմաց Վարան Փափազյանի արձանը, այդ Մեսրոպ Մաշտոցի մի հատ դեկորատ արձան կա մշակույթի պալատի մոտ, տենց արձաններ մի հատ էլ տենց ջութակահար կա Պանթեոնի մոտ։ Այդ արձանի Ալեք Մանուկյանից հետո Պողոս Նուբարի արձանը Նուբարաշենում արվեց, իհարկե մեր հայտնի բարերար էլի Եգիպտոսի վարչապետը, Պողոս Նուբարը բանի համահայկական հիմնադրամի առաջին բանն ա եղել եւ 20 թվականների մեծ գործիչ ա եղել, գնացեք բոլոր այդ հայկական հարցում ակտիվ մասնակցել։ Եգիպտոսում հիմա նրա անունով արձանել կա, փողոցել կա, որովհետեւ եղել է Եգիպտոսի վարչապետը։ Պողոս Նուբարի մասին մենք քիչ գիտենք, բայց Պողոս Նուբարը մեծ գործիչ ա եղել։ Տասնութից 20 թվականներին մեծ բոլոր այդ արտասահմանյան կազմակերպությունների հետ որ խոսել է դիվանագիտական հարաբերություններ։ Պողոս Նուբարը, Ավետիս Սահարոնյան եւ այլն, այդ մի շարք գործիչներ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել հայկական հարցի քննարկմանը։
Դե տենց արանքում փոքր ու մեծ այդ արձաններ եմ արել դբրոցների դիմաց Սիամանթո Վիլյամ Սարոյան Չեխով տենց հուշատախտակներ կան բազմաթիվ նվիրված տենց մեր հայտնի մարդկանց Դե փոքր, բայց Չեխովի արձաններ նույն ասենք։ Հա, բայց բանը այդ հուշատախտակներից ամենաակնառուն մեծը տենց այդ բանը Արնո Բաբաջանյանին նա, որը Արնո Բաբաջանյանի հիմնադրամ կար։ Հիմնադրամը ինձ պատվիրեց, որպեսզի Մոսկվայի համար Արնո Բաբաջանյանի բավականին մեծ էր, շատ ծավալ։ Արա Բաբաջանյանն էր, չէ՞ որդին։ Այդ Արնո Բաբաջանյանի տան վրա պիտի տեղադրվեր, բայց որովհետև Մոսկվան շատ մեծ դժվարություններ համարյա թե որոշում չեն շատ դժվարությամբ են որոշում կայացնում, բայց տենց ձևակերպվեց, որ Երևանից նվեր Մոսկվային Արնո Բաբաջանյանի գազետնը չտիր լցեց, տենց իր հենց այդ բանի մուտքի մոտ դրվեց այդ բրոնզաձույլ մեծ արձանը, նու երևի կտեսնեք ինտերնետում կա։ Հետո դրանից հետո Մոսկվայից մի քանի կոմպոզիտորներ անգամ Տիգրան Պետրոսյանի տանիքը դիմեց, որ դե ասի գնացեք Մոսսովետի որոշում հանեք, որ դրվի, բայց տենց էլ բան չարի։ Էլի հուշատախտակ, հա, պատին։ Հա, հուշատախտակ, բայց այնտեղ Մոսկվայում այդ հուշատախտակները Երևանի պես չի, որ ամեն քայլափոխում կարող ես տեսնել։ Մոսկվայի մի հատ ձև կա, ասենց փոքր մետաղից վրան գրված, պատին ամրացրած, բայց քանդակով բանով տենց որոշումներ չեն կայացնում, շատ դժվարությամբ, տենց հազվագյուտ դեպքերում։ Տենց Մոսկվայի, նու արանքում երևի մեծ պատվեր ունեի այդ սովետական շրջանում, ասեմ, Դնեպրոպետրովսկի գլխավոր ճարտարապետը եկել էր Երևան, այդ ժամանակ այդ պարը դվինի մոտ դրված էր, տեսել էր, այստեղ գլխավոր ճարտարապետների համաժողով էր եղել, ինձ գտավ, ասեց, որ մի հատ կրկեսենք այնտեղ նախագծել, ինքը գլխավոր ճարտարապետներ կրկեսել Դնեպրոպետրովսկի համար, այդ բանի շատյորի տիպ էլի, վրանի տիպ, այդ տենց ճարտարապետությամբ, ասեց վրան ֆլյուգերներ պետքա լինի, այդ կենթանական աշխարհի, կենթանիներով բանով։ Ներքևն էլ ուզում եմ, որ մի հատ կոմպոզիցիա մտածեք, ու մտածեցինք մի հատ տենց բանը ծաղրածուն ու գիմնաստ կամ այդ ակրոբատ կամ տենց իրար հետ շատ սիրուն կոմպոզիցիա էր, այդ ֆլյուգերները տարանք դրեցինք, ճիշտ է ճանապարհին մի քիչ վնասվել էր, պղնձից էր դրանք, այնտեղ ամիսով մնացի, որ նորից զոդերինք որոշ տեղեր, տեղադրեցինք, եկա որ այդ մեծ քանդակն էի անում արդեն եւ գիպսի ծարել էի քանդակը, այստեղ Գեղարվեստի խորհուրդն էլ ընդունել էր բան, Սովետը վերջացավ իր գործողությունը, Դնեպրոպետրովսկից ինձ հայտնեցին, որ մենք Սովետը բլվել է, հիմա հնարավորություններ չունենք այդ արձանը կարող է։ Բյուջեի հարց է։ Հա, վերջացավ, տենց այդ ձախորդությունը այդ վաղտվանից սկսել է։ Հիմա այդ քանդակը գնաց կորավ, որը ահագին լուրջ աշխատանք էր։ Դե բանի արձանը կա մեր ազատամարտիկ հայտնի Լեոնիդ Ազգալդյանի։ Հա, Ազգալդյանի արձանը դե էս 2010 թվին էր, թե որ թվին էր, հա, տենց դրանց այդ Լեոնիդ Ազգալդյանի տենց բանակի հիմնադրամ կա, դրանք դիմեցին ինձ այդ քանդակը անելու, ճիշտ ասած որոշումը սկզբից բան էր, հուշատախտակի որոշում էր, բայց դրանց մուտքի մոտ ոչ մի տեղ չկար որոշեցինք այդ անկյունում, Խորենացու Մաշտոցի անկյունում դնել մի հատ հուշաքար, բայց հետո մի քիչ ավելի բան եղավ, հուշարձան ստացվեց,
Ես ճանաչում էի դե ինչ-որ չափով ծանոթ էինք քաղաքից Ազգալյանի հետ եւ նրա այդ կերպարը ինձ համար շատ բան էր ծանոթ էր եւ Հայ ժողովրդի պայծառ զավակներից մեկն է։ Մի 4 տարի առաջ փողոցով անցնելիս ոչ ոք չէր նկատել։ Քիթը կոտրած էր, ոստիկանություն զանգահարեցինք, եկան ամիջապես այդ կամերաներով գտան այդ կոտրողին, բռնեցին կոտրողին, խոստովանեց, որ ինքը կոտրել է եւ մինչեւ հիմա դա գնում, ուզում են որոշեն, թե այդ քթի արժեքն ինչքան է, զարմանալի մի բան է, էլի վանդալիզմով ազգային հերոսի արձան ես կոտրում, հետո պետք է հիմա որոշենք քթի արժեքը, որ մի 4-5 անգամ ինձ դատարանում ես ցուցմունք եմ տվել, որ դա ամբողջական արձանն է փչացրել քթի արժեքով, ինչ-որ է հիմա, տենց։ Լեոնիդ Ազգալյանի արձանը, բայց չէր կարելի տենց թողել, որովհետև կամ պետք է հանեինք այդ արձանը, կամ պետք է ես անշահախնդիր կերպով բանը էլի գնացի, վերանորոգեցի, դրեցի քիթը, սոսնձեցի, սարքեցի քիթ, սոսնձեցինք, տենց առայժմս մնում է տենց։ Դե գոնե երկար ժամանակ չվնասվի էլի։ Մեր են մութ տարիներին, որ լույս էլ չկար, բան էլ չկար, ես 3 տարի անընդմեջ գնացել եմ Սիրիա, Հալեբում, որպեսզի աշխատեմ, բավականին ահագին գործեր եմ արել հայ համայնքի հետ համագործակցված։ Այդ ձեր նախաձեռնություններ, թե ինչ-որ մեկը հրավիրեց։ Գիտեք ոնց էր, ինձ հրավիրեցին, Արամ Մանուկյանի անվան ազգային տուն կար, որը որ այնտեղ պետք է ճարտարապետական քանդակագործական բաներ արվեր, հրավիրեցին ինձ։ Ես գնացի, մի հատ էլ Արամ Մանուկյանի բրոնզաձուլ գլուխ տարա, իրանց նվեր Արամ Մանուկյանի գլուխ։ Նու ինձ շատ լավ ընդունեցին, մնացի, գործեր եմ արել, բարեգործականի, բանի տենց, բարեգործական սրահի այդ պատշգամբի վրա ազգային մոտիվներով պարժման, տենց բաներ եմ արել, բարելևներ եմ արել, նու բանի, այնտեղ մայրանոց են ասում, ծննդաբերականի, այդ ամբողջը հայկական այդ շրջանակներում։ Իսկ ով էր ֆինանսավորում։ Իրանք։ Հայկական համայնքը։ Համայնքը, այդ օրինակ այդ մայրանոցը Գյուլբեկյան, Տիկին Գյուլբեկյանի անվան մայրանոց էր, իրան մի հատ Տիկին Գյուլբեկյանին բյուստ եմ արել, այդ հիվանդանոցը, դե մասնավոր հիվանդանոց է, այդ հիվանդանոցի տերը հայ էր։ Մի քիչ ավելի կենասները քաղցրացան, ընդե ինձ պատվիրեցին, այդ ժամանակ վթարից մահացել էր, զոհվել էր ավելի շուտ, Ասադի, Բասել Ասադը, Ասադի որդի։ Մյուս տղան էլի։ Հա։ Հաֆեզի մյուս տղան, ոչ ես մեկ։ Հա, ավելի նրանից մի 2 տարի փոքր, բայց շատ հայ համայնքի հետ, շատ հայ ընկերներ, իրանք ալավիներ են եւ շատ սիրված տղա էր, շատ գեղեցիկ, շատ բանի դիասպորտի, ինքը չեմպիոն, տենց հայերը ուզում էին իրենց այդ հոմենտմենի մարզադաշտ էին սարքելու, դրա դիմաց այդ Բասել Ասադի անունով դիլներ, իրա ձիարձանը, նու եկա Երևան, այնտեղ 6 ամսվա, 6 ամիս պիտի այնտեղ լներ, 6 ամիս Երևանում։ Եկա Երևանում մոդել արեցի, այդ դիասպորտի, իրա այդ Բասել Ասադի, գնացի ինձ սկսեցի մեծ անել, պայմանավորվեցինք հայ համայնքի հետ, նու ընդ հայ համայնքը ղեկավարում էր arczepiskopos Գաթարոյան կար։ Նա էր ղեկավարում այդ ամբողջը եւ դաշնակցության այդ գրասենյակը։ Նու արեցի, հետո այդ դրանից առաջ Զեյթունցիների մի հատ հուշարձան էի արել Սուրբ Գևորգ եկեղեցու պատին։ Իրանք էլ ինձ տեղ տրամադրեցին իրանց նախկին
ակումբի մեջ այդ մեծ արձանը արեցի։ Եկա Երևան, որ սպասում եմ, որ արդեն մետաղից պետք է, բայց հետո հայտնվել է փաստորեն այդ հողամասի տերը, որտեղ որ պետք է այդ մարզադաշտը սարքեն, եւ իրանք տենց ֆինանսական վիճաբանական բաներ, տենց էլ այդ արձանը մնաց, դե գիտեք Սիրիայի արդեն այդ պատմությունները, այնտեղ անես Սիրիան Հալեբան հենց մի հատ վիճակի մեջ ընկա, որ այդ արձանից էլ չգիտեմ տեղեկություն։ Դե հա, մի հատ այն ժամանակ, մի հատ էլ հիմա էլ արդեն Աստված գիտի ինչ է կատարվում, հա։ Այդ տեղեկություն չունեմ, բայց լուրերը հասան ինձ, դե գալիս են, Սիրիայից շատ են ստեղ եկել, շատ լավ մարդիկ են իմիջիայլոց, շատ հայասեր, շատ ազգացեր, շատ լավ էին ընդունում մեզ, ինձ։ Այդ Սուրբ Գևորգ եկեղեցին կա, այդ բանն էլ, այդ հուշարձանն էլ կա, մնացածի մասին։ Միչայելոց ես շատ ափսոսում եմ, որ նախ Սիրիայի համայնքը, որ այդքան լավ համայնք է, հենց հայ համայնքի առումով, եւ ընդհանրապես Սիրիայի ժողովրդի առումով, որտեվ բոլորիս հայտնի է, թե արաբները ցեղասպանությունից հետո ինչքան գրկաբաց լավ են ընդունել Սիրիան, Սիրիա հետո Լիբանան, այո, Սիրիա, Լիբանան, նրանք փոքրից մանկապարտեզից սկսած ես հաճույք էի ստանում, երբ որ առավոտները անցնում էի անթափցիների եկեղեցու մոտով, անդե մի հատ մանկական բան էր, երգչախումբ էր առավոտները երգում Կիրակի օրը, հատկապես գնում էի Կիրակի օրը, որ այդ մանկական երգչախմբի այդ պատարակները լսեմ, շատ մանկապարտեզները բան, նենց հայավարի էին դաստիարակում երեխեքին, որ ու շատ ափսոս եւ Սիրիան եւ Լիբանանը, որ տենց բաներ, նախ մեր համայնքի առումով, հետո հենց իրենց էլի։ Լավ, ես մի բան հիշեցի, փաստորեն ձեր արմատները Իգդիրից են։ Հա, բանա։ Ես բանա Իգդիրից իմ նայել պապաս Տիգրան պապաս մեծ ընտանիքով։ Նու կինը, կնոջ քույրերը, տատս էլի, տատի քույրերով, իրա արդեն 4-5 զավակով, բանը, արդեն լուրը հասնում է իրանց, որ Իգդիր կարող է հարձակվեն, բանման, դե եղած չեղած, ինչ կա չկա տանը, սելով բարձում են, գալիս են, հասնում են Արաքսի մոտ, հետո հիշում են, որ հորս մոռացել են բարուրով նոր ծնված, այսինքն հենց Իգդիրում են մոռացել։ Հա, Իգդիրում իրանց տանը մոռացել են, այդքան շուտապույտ փախել են, մոռացել են։ Ոչ թե ճանապարհին, այլ հենց տանը։ Հետ են գնացել, հիմա շատ ծիծաղելի պատմություն է, որտեվ դե հիմա ինչ գիտես, որ հանգարց հայտնաբերեն։ Հա, բանանեին հերս չէր էլի, մենք էլ չէինք գալիս այս պատմություն։ Իհարկե, հետո մինչև 20 թիվը պապս միշտ գնաց է եկել ավան, մի հատ էլ պատմություն արե, ես պապիս չեմ տեսել, պապս 43 թվին է մահացել, ես 45 թվին եմ ծնվել, բայց հերս պատմում էր, որ ասում է, պապը ասում էր, որ վաճառական ա եղել էլի պապս, ասում էր, որ այմարդ ֆինական կայարանում Լենինի նկարը որ տեսել է, այդ արդեն սովետ է, ասում է, ես այս մարդուն սիգարետ եմ հյուրասիրել, բան էր, բայց եկել աստեղ իրան ձայնազուրկ են համարել, այդ դրանց որ եկել են որոշ մարդիկ, ձայնազուրկ են համարել, գնացել է հարուստ մարդ ա եղել, գնացել է Շահումյան դպրոցում, որտեղ կառուցում էր Շահումյան դպրոցը այդ թվերին, ես այդ դպրոցն եմ սովորել միջալից։ Առաջի դպրոց, չէ՞։ Հա, առաջի դպրոց։ Շահումյան դպրոցում շինարարության պահակ աշխատել, որ թույլ տան երեխեքը գնան դպրոց սովորեն։ Թե չէ ձայնազուրկների երեխեքին թույլ չեն տվել, որ դպրոց գնան։ Ինչ են այդպես կարգավիճակ տվել, ինչն է պատճառը։ Սովետական առաջի տարիներին, դե այսինքն կուլակի աստիճանի այդպես դեպի, հա, որ բանա դե տեղեկություններ ունեցել են երևի էլի, որ ձայնազուրկ մարդիկ պետք լինեին։
որ իրանք ինչ որ ազդեցություն, իրանք ներգործություն չունենան, էլի, լայն զանգվածներ։ Տենց բաներ ա եղել սկզբի շրջանում։ Նո այս վերջերս իհարկե այս վերջի տարիները շատ եռանդով աշխատում էի, որպեսզի տեղադրեմ մեր պատմության թանգարանի այդ կենտրոնական արկայի երկու կողքերում տեղադրեմ Գրիգոր Լուսավորիչի եւ Տրթատ Գերորդի արձանները։ Բարերար կար, բարերարը արտասահմանից բարերարը նախապես արդեն վարչապետի հետ էլ էր համաձայնացրել։ Մենք այդ արձանները, մոդելները թույլատրություն ստացանք հուշարձանների այդ մշակույթի նախարարության հուշարձանների կողմից այդ արձանները տեղադրելու բանի եկեղեցու հանձնաժողովն էլ շատ դրական մոտեցավ մեծ արձանները արել եմ մեծ արձանները որպեսզի արդեն քարից տեղադրենք ու ինչ որ բաներ խառնվեց դե գիտեք հետպատերազմյան շրջան էս են քաղաքապետարանում էլ Գեղարվեստի խորհուրդ չկար, քաղաքաշինական խորհուրդը չէր աշխատում, իմ այդ բարերարն էլ ինչ-որ արվեստանոցից Բաքում դրված այդ արձանը, բարերարն էլ ինչ-որ ժամանակ կարծես սառեց այդ նախագծից, Դերևի է ձգձգելուց բաներ, բայց անցած տարի չէ, որտեվ ահագին գործ էր արվել, ահագին փող էր ծախսվել, մեծ 6 մետրանոց, 7 մետրանոց արձաններ են դրանք Անցյալ տարի ասեց շատ սիրով ուզում ենք արդեն այդ արձանը դնենք, ես քարերը Հունաստանից կբերեմ, հունական մարմարը բանը, ոգևորվեցի, ես էլ դիմեցի արդեն քաղաքապետարան, որ շինթույլտվության բան ստանամ, քաղաքապետարանում ինձ համար անհասկանալի ձևով ինձ տեղեկացրին, որ այտենց քաղաքական որոշում չեն կարող կայացնել հրապարակում դնել Գրիգոր Լուսավորիչի Տրթատ Երրորդի արձան, ասի երևի դե քաղաքապետը իր վրա տենց բեռ չի կարող վերցնի, վերցրեցի նամակ գրեցի, շատ հարգալից նամակ գրեցի վարչապետին, ասի որ ձեր նախաձեռնությունը լինի, որտեվ 1725-ամյակն է մյուս տարի, այդ արձանները դնենք, այդ մեր վարկանիշի համար, մեր երկրի վարկանիշի համար կարևոր բան է, Ես որպես քաղաքացի էլի հասկանում եմ այդ բաները, որ մեզ ճանաչում են, բայց եթե անընդհատ նշվում, ասվում է, որ մենք ճանաչում են, մենք 2001 թվականին լավ նշել ենք 1700-ամյակը անգամ ես Լևոն Վարդանյան ճարտարապետի հետ միասին արեցինք 24 մետրանոց խաչը հրապարակում վրան աղավնիներով բանով, իհարկե ժամանակավոր բան էր դա, հիմա ասեցի այդ հիմնական այդ ստելայատիպ այդ արձանները որ դնենք, որտեղ գալիս են այդքան տուրիստներ բանման, ինչով ենք, արձանի տեսքով մարդկանց ցույց տանք, որ մենք առաջի, որովհետև գրախանութում ես որ տեսա մի անգամ, որ գիրք է տպած ռուսերեն լեզվով, ահագին էլ գիրք, որ առաջի բանը Կոնստանտին ցարը առաջի մարդը, որը ընդունեց քրիստոնեությունը։ Մի տեսակ զարմանում ես, թե այս պատմաբանները բանը մեր որտեղ են, որ Կոնստանտինը մեզնից 20 տարի հետո է նախ ինքն ընդունել, բայց պետությունը 60 տարի հետո է ընդունել պետականորեն։ Իսկ մենք 301 թվականին բոլոր փաստերը կա, որ մենք քրիստոնեություն ենք ընդունել, այդ մեր մի տեսակ բանն է։ Աշխարհում Երևանն ամենակարևոր այցետոմսերից է, եթե գնում ենք մենք եվրոպական արժեքներ բան մեր երկրին, մենք այսօր ուրիշ բանով չենք կարա տենց մեզ մեկնաբանություն տանք։ Ես զարմացած եմ եւ շատ մի հատ տենց ինչ բառով ասեմ, մի հատ նամակ ստացա մշակույթի նախարարությունից, Ալֆրեդ Քոչարյան մակագրությունով փոխնախարարը, որ մենք
Քաղաքացի Արզումանյան, այդտենց կոպիտ էլ գրված, որ մենք չենք նախատեսել այդպիսի արձանները տեղ դնելու համար, որ ես դրանից 5 տարի առաջ Լիլիթ Մակունցի ժամանակ արդեն այդ թույլատրությունը ստացել է։ Մի քիչ վրդովված եմ, բայց դե այս սրա մասին առաջին պետք չի շատ ծավալվել, բայց ես գտնում եմ, որ մեր հոգևոր դաստիարակությունը մեր սերունդին այս անկումնային տրամադրությունից հանելու եւ այս տեսակ փախնելու երկրից ինչ տրամադրություններով երիտասարդներին դաստիարակելու այս մեր անվտանգության կարևոր խնդիրներից է որովհետեւ այդ հոգևոր դաստիարակությունը ու այդ սպառողական տրամադրությունները որ չհանենք մեր երիտասարդների մոտից սա մեր անվտանգության կարևոր խնդիրներից է չի վերանա ոչ կոռուպցիան ոչ էլ այդ դավաճանությունը ես տենց եմ գտնում որպես քաղաքացի ինձ համար հիմա շատ գալով այս ամբողջը խոսակցությունները ինձ համար հիմա Չարենցը Պարոշ Սևակը չէ դե դրանից առաջ Կոմիտաս Արամ Խաչատուրյան բան այդ մարդիկ են այդ արժեքներով պիտի մեր սերունդներին դաստիարակենք չէ ունենք տենց գիգանտներ համաշխարհային ես չգիտեմ Կոմիտաս ունենք Թումանյան ունենք Չարենց Տերյան այո Համոսահյան Շիրազ Համոսահյանին հա Իմիջալոց Համոսահյանին անցյալ տարվա էլի գործերից է մի հատ Պանթեոնում էլի իմ ընկերների շնորհիվ միջոցներ գտանք Պանթեոնում մի հատ հուշարձան դրեցինք Համոսահյանին բանով շատ չնչին միջոցներով մի հատ որտեվ իմ մտավորական ընկերներ ունեմ բանաստեղծ ընկերներ բան տենց արվեստագետ շատ են սիրում Համոսահյանին, ես էլ եմ շատ սիրում։ Մեծագույն հա, մի հատ կոմպոզիցիա ունեի վաղուց արված Համոսահյանին, ասին դա իրականացրեցինք։ Դա ստացվեց։ Լավագույն մեր պոետներից է։ Լավագույն պոետ։ Նո, բանա, իհարկե լավ պոետ է շատ, մեր այս ժամանակների լավագույն պոետներից է։ Դե իր մասին Ալեքսան Մատվեիչ Կիրակոսյանը, որ լավագույն ընկերներից է, չէ՞ եղել։ Ալեքսան Մատվեիչի գերեզմանի բաննել եմ Մարմարից ես արել եւ իր ընտանիքի հետ միջև հիմա էլ բարեկամություն ենք անում։ Ալեքսան Մատվեիչը շատ ազգացել մարդ է։ Շատ ազգասեր, պետականամետ, շատ։ Դե Համոսահյանի հետ մտերիմ են եղել, Համոսահյանի Վահագն այդ պետական գործիչներից Քոչինյանի արձանն եմ արել Քոչինյան փողոցում։ Էլի պիտի տենց հիշենք էլի բանա։ Այնքան փոքր ու մեծ բաներ շատ եմ արել։ Դե էլ չեմ ասում սովետական շրջանում դե ստիպված էինք տարբեր ռուսական մեր հայ քանդակագործները լավ անուն էին սովետական միությունում ունեին եւ Ստեղ մեր խութվոնց շատ մեր ահագին պատվերներ էր գալիս։ Մենք պատվերների բան չունեինք, պակասություն չունեինք։ Մի օր մի հատ գիտնական ընկերոջ հետ գնում էինք իր, այսինքն իրավաբան, դոկտոր, բան, տենց իրավաբանության։ Իր գրքի շնորհանդեսին Իջևան, իր մեքենայով։ Ազատ Գասպարյանն էլ հետներս էր։ Իլիչն էլ վարորդներ, հա։ Ինքը վարորդներ, երկու ընկերել ունեմ, այդ մարդու անունն էլ չեմ ուզում տամ։ Գնացինք, ինքն էլ երևի տենց մտորումների մեջ էր իր գրքի շնորհանդես։ Մեկ էլ տեսանք այն Դիլիջանի ոլորաններից մեկի վրա արդեն ավտոյի քիթը կախվել է։ Ասի կանգնեցինք։ Իհարկե խորը շունչ քաշեցինք, որ չզոհվեցինք այդ ճանապարհին։ Գնացինք, անցկացրինք այդ ամեն ինչը, բայց որոշեցինք, որ այդ տեղը ոլորանների մի հատ պիտի քար դնենք, վրան գրենք, որ այս ինչանները այդ Մատվեիչն էլ այդ ժամանակ ձեր հետ եղել։ Չէ, Մատվեիչը չկար։ Բանը որ այս ոլորանի մոտ պիտի զոհվեին այս ինչանները, պետք է զոհվեին։ Հա, դուք եք Ազատ Գասպարյանն էլ տենց ընկերներ։ Հա, երկու ընկերներ կային։ Բանը
Այդ քարը սարքեցինք, բայց դե չանցավ մի տարի այդ քարը պիտի դնեինք, Ազատ Գասպարյանը մահացավ, բան արեց, արդեն իսկական գերեզմանը պիտի սարքեցինք։ Հիմա հիմնականում Հայկ Ասատրյանի հետ եք համագործակցում, թե տարբեր։ Չէ, բանը Հայկ Ասատրյանի հետ շատ հուշարձաններ ունենք արված, Լևոն Ղալումյանի հետ ունեմ հուշարձաններ արված։ Հիմա դե չգիտենք հիմա տարբեր են նայած։ Չէ, այդ դա է ուզում հարցնել, ուզում եմ ասել միշտ մեկի հետ եք աշխատում, թե տարբեր, կախված։ Չէ, իմ մոտ ընկերն է, ճարտարապետ Հայկ Ասատրյանը, մի քանի հուշարձաններ իրար հետ արել ենք։ Հիմնականում առաջարկությունը շատ ժամանակ, եթե ես չեմ առաջարկում, ճարտարապետներն են առաջարկում որևէ բանի կապակցությամբ։ Այսինքն իրանք ինչ որ համալիր բան, տենց մտահղացում, որի բանում այդ համալիրի մեջ պետք է ներառվի ինչ որ որոշակի ստեղծագործական։ Բայց ամենացավոք մեր բանը է դա, որ հիմա մեր այս քանդակագործական արվեստի բնակավարում կա արհեստի կողմ, չէ՞։ Այդ կաղապարանողներն են, գիպս ձուլողներն են, բրոնզ։ Ցավոք սրտի այս տարիներին խորհրդային երկրի փլվելուց հետո համարյա թե չունենք այդ այսօր որ որևէ բան նախաձեռնում ես, եթե ճարտարապետը շինարար չի գտնում, հարմար չի կարող։ Այտենց էլ քանդակագործ է, քանդակը եթե ուզում ես վերջացնես, դու չես կարող մենակ քո ձեռքով սկզբից մինչև վերջ քանդակ։ Բազմաթիվ մարդկանց արհեստի մարդիկ, արհեստի մասը բանը։ Հիմա փաստորեն այս մեր վարպետները չկան, մահացել են, աշակերտներ չեն թողել, ժամանակին այդ բան արտասահմանից եկած շատ վարպետներ եկան։ Մի անգամից տնից լցվել էր Հայաստանը վարպետներով եւ պղնձի այդ վարպետները որ եկել էին եւ բրոնզ ձուլողներ կային շատ վարպետ եւ գիպսի վրա աշխատող կաղապարներ սարքող։ Հիմա պրոբլեմա դարել այդ ամեն ինչը։ Դա շատ կարեւոր բան է, որ այդ որոշակի դպրոցը որ ստեղծվում է, հա, այդ դպրոցը պետք է պահպանել, պետք է հետևողականորեն այդ հաջորդ ժամանակին Էրամջանի անվան դպրոց կար արհեստների սովորացնելու, որ այտենց այդ տիպի արհեստներ էին, այսինքն դրվագման, ձուլման, այտենց բաներ էին սովորացնում։ Ձեզ ստեղծագործական նախ առողջություն եմ մաղթում։ Այս տարի ձեզ համար նաև հոբելյանական տարի է։ Իհարկե։ Թող առողջ լինեք, որ այդ ստեղծագործական այդ մտքերը ձեր sense անընդհատ։ Եթե մարդը զբաղված է, ուղեղը զբաղված է եւ ստրեսներ չկա, նյարդերը տեղում են, մարդը հնարավորություն ունի ապրելու։ Հավատացեք, որ պետք է տենց ամեն անհաջողությունը ոչ մի խորը բանով չես ընդունելու։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ մաղթում եմ առողջություն եւ ստեղծագործական անձնական հաջողություններ, որ երուն զերի մեջ լինեք էլի։ Հավարտենք, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն էր։ Շնորհակալություն, ստեսություն, մինչ նոր հանդիպում։